Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Պարոն Սինյանյան, տեսեք, այդ 70%-ից սկսեմ, դուք ասացիք, որ ունենք 70% ըստ էության հայրենադարձություն, արդյոք վերլուծել եք, որ երկրներից են այդ հայրենադարձությունը, որ երկրների քաղաքացիներն են, որ եկել են Հայաստան, հայրենադարձել են, եւ հաջորդը, որ ես ուզում եմ հետաքրքրվել այդ գույքագրումը Սփյուռքի ներուժի։ Դուք ասացիք, որ տարիներով 3 տարի մեծ ներդրումների արդյունքում գույքագրվել է, այսպես ասած, Սփյուռքի ներուժը եւ 20 միլիոն էլ հիմա պետք է անընդհատ թարմացնելու այդ գույքագրումը։ Հիմա այդ գույքագրումը հենց այնպես չի արվում է կոնկրետ որոշակի նպատակով։ Ասենք ինչ արդյունքներ է տվել այդ գույքագրումից ներուժը, որ ցուցակագրվել է, ինչպիսին է այդ գույքագրման արդյունքում այդ ներուժի օգտագործման կոնկրետ փաստարկները։ Արդյունավետ է թե ոչ։ Գույքագրեցինք հետո մենք այդ գույքագրումից ինչ արդյունք ենք շահել ենք արդյոք թե ոչ։ Եվ հետո նորից պարոն Թունյանի ասածն է, գիտեք, այստեղ ծրագրային բյուջետավորում է։ Իսկ ծրագրային բյուջետավորում դա նշանակում է դուք ինչքան եք ծախսել եւ այդ ծախսածի արդյունքում ինչ ենք արձանագրել, ինչ ունենք այդ ծախսածի արդյունքում։ Հիմա մեզ այդ է պետք հասկանալ։ Դուք ասեցիք, որ 10 նոր նախագիծ է մշակվել, այ 23 թվականից Հայաստանում ներգրաված է ծրագրերի շրջանակում եւ 10 նախագծի ճակատագիրը կարող է ներկայացնել, այսինքն մշակվել է նախագիծը, դրվել է այդ նախագծերը կյանքի կոչվել են, որոնք են այդ նախագծերը եւ կյանքի կոչվելու արդյունքում ինչ ենք տեսել։ Սրանք կուզեի որ ասեիք, ոչ թե ինչ թիվ, քանի գնման, քանի տոկոս, թվերը ֆինանսների նախարարը լավ էլ ասում է։ Տիկին Գյուղեղյան, շնորհակալություն, ուրեմն 3 հարցեր։ Առաջին հարցին պատասխանելիս ասեմ, որ ընդհանրապես տեսեք, բոլոր ծրագրերի մասնակիցների իմաստով մենք շատ զգուշորեն ենք մոտենում, որպեսզի կարողանանք բալանսավորված աշխարհագրական ներկայացվածություն ապահովել, որտեղ գիտեք, մենք բոլոր ծրագրերին այնքան մեծ քանակությամբ ռուսահայերի դիմումներ ունենք, որ բոլոր ծրագրերը կարող ենք 100%-ով ապահովել զուտ ռուսաստանցի մեր հայրենակիցների դիմումների հաշվին, բայց բնական է, որ չենք ուզում, որ այդպես լինի, որովհետև ուզում ենք բալանս լինի, Սփյուռքը միայն Ռուսաստանի հայությունը չէ, հետևաբար իգործի դեպքում, ինչպես շատ ծրագրերի դեպքում, մասնակիցների 50%-ը մոտ Ռուսաստանի հայերից են։ Եվ ի վերջո հայրենադարձության խնդրում դա եւս արտահայտվում է, այսինքն 70%-ը, որոնք մնում են, դրանք իրանց այո, կեսն էլ մոտ Ռուսաստանից են։ Իսկ մյուսները տարբեր երկրներից են, Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան, այդպես ասեմ ձեզ։ Երկրորդ հարց ասում եք ինչպես է օգտագործում ծրագիրը։ Այո, ծրագիրը ինքնանպատակ չէր, այսինքն մենք չենք հավաքում այդ դատան, որ հետո դնենք միտեղ պահենք եւ մեզ լավ զգանք, ճիշտ հակառակը, դա օգտագործման համար է, այս ծրագրամը ակտիվ ծրագրամ է, որին մուտք ունեն սահմանափակ քանակությամբ գերատեսչություններ։ Հիմա մենք մեր գործընկերներին բոլորին տեղյակ ենք բան, որ գիտեք, այս դատաբազան կա, այն ձեր տրամադրության տակ է, բայց դուք պետք է նախ համապատասխան մարմիններից թույլատրություն ստանաք օգտագործելու դատաբազան։ Երկրորդը պետք է տրեյնինգ ստանաք, որպեսզի կարողանաք ճիշտ ձևով օգտագործել։ Եվ մենք ձեզ շատ ենք քաջալերում, որ դուք այդ երկուսն էլ անեք։ Այս պահին մենք ունենք 5 գերատեսչություն, որոնք անկախ արդեն օգտագործում են։ Ունենք եւս 3 գերատեսչություն, որոնք մեզ են խնդրել, որ մենք անենք այդ դատայի վերհանումը արդեն եւ process արված վիճակում իրենց փոխանցենք։ Եվ մեր գերնպատակն է իհարկե, որպեսզի բոլոր այն գերատեսչությունները, որոնք համապատասխան թույլատրությունները կստանան օգտագործելու դատաբազան, այն օգտագործեն որքան հնարավոր է շատ։ Երրորդը, այս ամենաբարդ հարցն է, որը սկրկում ամեն բարդ հարցը։ Այո, բարդ հարց է, ասեմ ինչ, կարճ փորձեմ, ախր այն հարցն է, որ կարճը դժվար է պատասխանել։ Տեսեք, մենք ասֆալտ չենք փռում, մենք չենք կարող մեր աշխատանքը չափել կիլոմետրերով, մենք կարտոշկա չենք ցանում, ցենտներներով ծորեն չենք հավաքում։ Շատ մեր աշխատանքը մարդկանց հետ ու շատ բարդ մարդկանց, ինչու՞ որ մարդիկ ինքնին բարդ չեն, բոլոր հայերը ամենտեղ իրականում նույնն են։ Բարդ նրանով, որ իրենք տարբեր կոնտեքստներում են ապրում, տարբեր միջավայրերում են եւ իրենց հետ աշխատանքը շատ անհատական է։ Հետևաբար, երբ որ ասում եք կամ պարոն Թունյանն էլ արդարացի հարց եք տալիս, ես չեմ ասում ճիշտ չի, թե ինչ է լավ, վերջինը, ասեմ վերջինը։ Վերջը մեր աշխատանքն է, վերջը նա է, որ մենք ներդրվել ենք Սփյուռքի մեջ
Եվ այդ ներդրումը պետք է լինի երկար, շարունակական, խորացված ու ավելի մեծ ծավալով, որpիսի մի օր մենք արդեն շուտ ենք ու ասենք, այ այս արդյունքները կան։ Հիմա ես ձեզ ասեմ, ինչ ասեմ, խոսեմ անվտանգային միջավայրից, թե ինչ ներգրավվածություն կա Սփյուռքից ու մենք ինչ դեր ենք խաղացել, չեմ կարող։ Խոսեմ փափուկ ուժի կիրառման միջավայրից, չեմ կարող։ Ոչ թե չեմ կարող, չկա, այլ չեմ կարող, որովհետև չեմ խոսի։